Արցախը հայաթափելուց 2 տարի եւ մի քանի ամիս անց այդ իրադարձության գլխավոր մեղավորը հայտարարում է. 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է։ Ոչ, դա բոլորովին ուրիշ հարց չէ։ Դա ամենակարևոր հարցն է, որի սկիզբն էլ անձամբ նշում է, թե որ իրադարձությունն է 22 թվականի Պրահայի պայմանավորվածությունները, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո տեղի ունեցավ 8-ամսյա շրջափակում, ապա պատերազմ, 400-ից ավելի զոհ, ու հիմա ասում է կարող էր եւ տեղի չունենալ։ Հիշում եք, պատերազմից հետո էլ որի ժամանակ տվեց 5000 զոհ, հայտարարեց. այս ամենը կարող էր տեղի ունենալ առանց զոհերի։ Այսօր բաց թողնված գերիներին էլ կարող է գնալ ասել, թե կարող եք գերի չընկնել, բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Այս պահին Բաքվի բանտերում են հայեր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք ոչ միայն կարող էին գերի չընկնել, այլ կարող էին այս պահին պաշտոնավարել Արցախի հանրապետությունը։